Ազգային ժողովը հաստատել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Քվեարկության արդյունքում 63 падգամավոր կողմ է արտահայտվել, ոչ մեկը դեմ չի եղել, իսկ մեկ падգամավոր ձեռնպահ է մնացել։ Հաշվետվության ընդունումը արձանագրում է տարվա ֆինանսական ցուցանիշների պաշտոնական ամփոփումը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ ՊԿ հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բաց թողում Հայաստանի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել հունիսի 23-ից անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։ Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2025 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 379 միլիարդ 803 միլիոն դրամ է։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 15.6%-ով։ Իրանի խոշորագույն կրիպտոբորսան Nobitex-ը հաստատել է կիբերհարձակման ենթարկվելու փաստը։ Տարածված լուրերով հնարավոր կորուստը հասնում է 48 միլիոն դոլարի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Predatory Sparrow հաքերային խումբը, որը մեղադրում է Nobitex-ին Իրանի կառավարությանն աջակցելու և պատժամիջոցներից խուսափելուն նպաստելու մեջ։ Ընկերությունն ընդգծել է, որ օգտատերերի ակտիվների մեծ մասը անվտանգ են։ Եվրամիության երկրները հաստատել են պաշտպանական նախագծերի ֆինանսավորման ծրագիրը 1.5 միլիարդ եվրոյի չափով։ Համաձայնությունը ձեռք է բերվել չնայած սահմանափակումների վերաբերյալ քննադատությանը։ Որոշ երկրներ բողոքել են, որ գնիր եվրոպական կանոնները չափազանց խիստ են։ Հիմնադրամը կլինի վերազինման ծրագրի առաջին փուլը։ Պաշտոնյաները գումարն անվանում են չափավոր, բայց չեն բացառում լրացուցիչ ֆինանսավորումը։ Իրանական Բուշեհր ԱԷԿ-ին հասցված հարվածը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ աղտոտման, որը ավելին է, քան միջուկային պայթյունի հետևանքները, սակայն ռեակտորն ինքնին չի կարող պայթել։ Այս մասին հայտարարել են ՄԱԳԱՏԵ-ից։ Բուշեհր ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, սակայն ներսում վառելիք չկար։ Սիրիան վերսկսել է երկրի խոշորագույն Բանյաս նավթավերամշակման գործարանից վառելիքի արտահանման մատակարարումները։ Բանյաս գործարանի հզորությունը օրական մոտ 120,000 բարել է։ Դրա գործունեությունը դադարեցվել էր նախորդ տարեվերջին երկրի քաղաքական ռեժիմի փոփոխության և Իրանից նավթի մատակարարումների դադարեցման հետևանքով։ Կրթական հաստատություններից մեկում օրերս տեղի ունեցած հերթական վիճաբանությունը, որն այս անգամ ևս ավարտվել է դանակահարությամբ, եզակի չէ։ 17-ամյա տղաների միջև ծագած վիճաբանությունը վկայում է, որ հիմնականում անչափահասների միջև ծագած վեճերը լուծվում են ոչ թե երկխոսելով, այլ բռնության լեզվով։ Մասնագետները փաստում են, անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Հիմնականում շատ աճել ագրեսիվությունը երեխաների մեջ։ 20 տարի առաջ շատ ավելի պակաս էր երեխաների ագրեսիան իրենց նկատմամբ, քան հիմա։ 2025 թվականի առաջին կեսին մամուլն արձանագրել է անչափահասների մասնակցությամբ վիճաբանությունների բազմաթիվ դեպքեր, որոնց ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել կրթական հաստատություններում կամ դրանց հարակից տարածքներում։ Ինչպես է արմատավորվում այսպիսի վարքը, ինչու է պատանին որպես ելք բռնությունն ընտրում։ Երիտասարդները այսօր մեծանում են, ասենք ավելի ուշ վախսերումները, անպայման մեծանում էին հերոսի կերպարով, հիմա
Վիրուսը ֆիզիկներն է, որի մեջ ինքը մեծանում է։ Իրավապահները փաստում են, անչափահասների մասնակցությամբ բռնի միջադեպերի թիվը տարեց տարի աճում է։ Բռնությունը որպես խոսքի փոխարինող երբեմն էլ նույնիսկ ծնողներն են խրախուսում։ Նրանցից շատերն իրենց երեխային հորդորում են հարված ստանալու դեպքում փոխադարձ հարվածել։ Մենք եթե առաջ ունեինք անչափահասների գծով տեսուչներ, չէ, իրենք դպրոցում էին, իրենք շրջում էին, երեխաների անմիջական այդ կապը կար։ Հիմա այդ բանը ցավոք չկա, այ ես կարծում եմ, որ դա է դες խաղում։ Որտեղ համանքային ոստիկանը չի հասցնում հետևել։ Իսկ ինչու է պատանին փորձում ագրեսիվ վարքով լուծել իր տարիքային վեճերը, հոգեբաններն ասում են, մեխանիզմները շատ ավելի խորն են։ Այս դեպքերը ըստ մասնագետների հիմնականում կապված են տվյալ երեխայի շրջակա աշխարհի ազդեցության հետ, քանի որ երեխաները հիմնականում վերարտադրում են այն, ինչ տեսնում են։ Մտածեք, թե ոնց է սա միջի կարողանանք կանխարգել, ոչ թե հասնի դավակայության, այլ կանխարգելու լավ իրականացվի։ Փորձագետները միաբերան են պնդում, անչափահասների ագրեսիվ վարքագծի բացառմանը հնարավոր է հասնել միայն համատեղ պայքարի արդյունքում։ «2026-ից կբարձրացվի Սևանա լճից ձուկ բռնողների բնօգտագործման վճարը, այն 65 դրամի փոխարեն կկազմի 200 դրամ։ Շրջակա միջավայրի նախարարությունում նկատել են, որ լճի առանց արհեստական կերի ու հավելումների աճող բնական սիգի գինը անդրամաբանական ցածր է ջրավազաններում բուծվող իշխանի համեմատ։ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով, որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք, կարող են մինչև հունիսի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու հայտեր է ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն։